ճիշտ է, թղթի վրա կան որոշ անկախ մարմիններ, բայց համոզված եմ, որ իրական փաստացի անկախ որևէ եւ իրավապահ մարմին եւ հանձնաժողով գոյություն չունի։ Հիմա թող մի հատ հասկանանք, տեսնենք այս 3 տեղամասի հետ կապված կրկնակրեարկություն անում են թե ոչ, հետո ստայնում որոշենք ասենք։ Այսինքն այս պահին ձեր գլխավոր պահանջը ամեն դեպքում վերակրեարկություն անցկացնել։ Ոչ, ուժեղ Հայաստանի գլխավոր պահանջը ընդհանրապես ընտրությունները անվավել ճանաչեմ, նոր ընտրություններ նշանակելն է։ Բայց պահանջներն լսեցի այս երբ։ Բայց հաշվի առնելով, որ մենք գործընկերներ ունենք այստեղ եւ սպասում են ամեն դեպքում հանձնաժողովի վերջնական որոշմանը, ըստ այդմ արդեն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է առնեջ վերև խորհրդարանական ընդդիմությունը ուժեղ Հայաստան ու Հայաստան դաշինքները լեգիտիմ չեն, ընտրակաշառքով այժմ հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, սա կխնդրեի մեկնաբանեք։ Եթերային խոսույթ եմ ման գալիս հիմա, որ պատասխանեմ։ Տղամարդը բան, որ խոսում է, հիմնավորում է։ Եթե տղամարդը բան խոսեց, բոլորին եմ խորհուրդ տալ եւ չապացուցեց, ուշադրություն մի դարձրեք, ոչ տղամարդը, ոչ մարդը։ Թող ապացուցեն, չի եղել ընտրակաշառքին։ Լավ, սենց ասեմ, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, կա դատարանի որոշում չկա։ Մարդ պետք է կամ տգետ լինի, կամ անտեղյակ։ 200-ից ավելի գործի մասին եք խոսում հակակոռուպցիոն կոմիտեն, բայց 14 դեպքով կա ընդհանրապես մեղադրական, այսպես ասած, դե դատարան են անցել։ Չէ, ներողություն, մեղադրական եզրակացությունը դա դատարանի որոշում չի։ Իրավունք ունի ինչ-որ մեկը խոսել ինչ-որ մեկի մեղավորության մասին ինչ-որ դեպքով, եթե կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Այսինքն միտում եք տեսնում, որ քաոսի միանշանակ, եթե այդքան են իրանց ոնց ասեմ, ժողովրդի 500-550 հազարին ասում են դուք ընտրակաշառքով եք անցել, Facebook-ում շատ տեղեր մարդիկ կարդացել են, շատ։ Դուրս են գալի, ասում են դուք շարքային ստախոս եք, մանիպուլյատոր եք, ինձ ընտրակաշառք չեն տվել, ոնց եմ ընտրել։ Այսինքն, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, չնայած չկա այդպիսի բան, որ ինչ-որ մի երևույթ էլ կա, դատարանը դեռևս իր գնահատականը չի տվել։ Ես դրա համար եմ ասում, տղամարդ են, թող ապացուցեն, ապացուցելը դա նշանակում է Ղազինյան Դավիթը բերեց փողը տվեց, ասես պիտի ընտրես ինձ։ Հիմա եթե ունեն ապացույց, թող ապացուցեն, եթե չունեն, թող ժամանակ, ինչպես որ այս ընտրության ժամանակ, այնպես 21 թվականի ընտրություններին հանկարծակի մարում լիսը գնացավ, դա ինչպես եք դուք հիմնավորում, այն ժամանակ հեծի տնօրենությունը դուք եք եղել։ Մենք հստակ պարզաբանել ենք, որ դա եղել է Երևան, Հայաստան-Վրաստան ռևերսային գծի պրոբլեմը, այսինքն հեծի տիրույթից դուրս է եղել է բեցին է։ Թե այս անգամ ինչեր են կատարվել, չեմ կարող ասել։ Ընտրությունների ժամանակ էլ այդպես եղել։ Չեմ կարող ասել, գյուղի ընտրություններն է ժամանակ է։ Ամենայն դեպս, սենց ասեմ, եթե անգամ ինչ-որ մեկը համոզված են, որ մեր կողմից չի եղել, բայց եթե անգամ ինչ-որ մեկը, ինչ-որ հասարակ աշխատող թեկուզ միտում ունենալ, հավատացած եղեք, հիմա բացահայտած կլինեին իր բոլոր հետևանքները։ Տեսեք, բազմիցս մեղադրանքներ են հնչել, որ 2018 թվականին նաև ընդդիմադիրներն են, հա, իրենց աշխատակիցներին հորդորել է դուրս գալ եւ մասնակցել 18 թվականի իշխանափոխությանը, ինչպես նաեւ ասում են, որ հեծի աշխատակիցները եւս մասնակցել են։ Ես այդ ժամանակ եղել եմ Երևան քաղաքի տնօրենը, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, աշխատանքի ժամին ոչ մի աշխատակից չի դուրս եկել եւ մեր կողմից որևէ ուղղություն չի եղել։ Ինչ են արել, այդ եմ ասում, ինչ են արել աշխատանքային ժամից, մեր աշխատակիցները աշխատանքային ժամից դուրս կներեք չեմ կարող ասել, բայց ամենայն պատասխանությամբ ասում եմ, ուղղություն չի եղել մեր կողմից որևէ եղել են ազատված։ Ինչպես որ նորմալ պետք է լինի։ Պարոն Ղազարյան, հիմա կներեք, դուք պահանջում եք, ձեր ուժը պահանջում է, որպեսզի նոր քվեարկություններ անցկացվեն։ Արդյոք իրատեսական եք համարում ներկան ունենալով հետագայում քվեարկությունները կարող են անցնել։ Ես կարծում եմ, որ տեսեք, ընդհանրապես ընտրությունները չեղել են համարվում, եթե էական ազդեցություն ունեցող հանգամանքներ կան ընտրությունների։ Նախ առաջին այդ բժշկական ապահովագրություն, թոշակ եւ այլն միանշանակ էական ազդեցություն ունեցող ընտրակաշառքները։ Երկրորդը կիրառած վարչական ռեսուրսը եւս։ Ես ուղղակի համոզված եմ, որ իրենք երկրորդ անգամ չեն կարող անել նույն վարչական ռեսուրսը կիրառեն
եւ իմ կարծիքով շատ արագ սպառվում են արդեն միջոցները բժշկական ապահովագրության, այսինքն չեն կարողանում ձգել։ Ունեմ համոզմունք, որ չեղել հայտարարելու դեպքում իրենք ուղղակի շատ լուրջ կպարտվեն։ Եթե քիչն է խանգարելը, որ չկարողանան վարչական ռեսուրսը կիրառել։ Իշխանությունից հիասթափություն անգամ պետական ռեսուրսում։ Չբացեմ շատ փակագծեր, բայց համոզված եղեք, եթե ունենան այդպիսի խիզախություն եւ այսպես ժողովրդարության բաստիոն հայտարարած ուժը, վերջինաշով ախր ամբողջ աշխարհն է կասկածում։ Առաջինը 49% է քաղաքում։ Դա արդեն մեծամասնություն չէ, անկախ է Դոնթի Բանաձևի սահմանության կարգավորումներից։ Երկրորդը ամբողջ Հայաստանը երրում է, որ կիրառվել է վարչական ռեսուրս, կալանավորումներ, ձերբակալումներ։ Բոլոր առումներով անգամ համոզված եմ իրանք շնորհավորած եվրոպացիները նույնպես իրենց մտահոգությունները անգամ կուլիսների հետևում հայտնել են։ Լեգիտիմություն որպես այդպեսին չունի այս անգամ լինելու է լեգիտիմություն, եթե Փաշինյանի հետ նորից հրապարակություն։ Եթե կարողանանք զսպել բոլոր տեսակի ընտրախախտումները եւ վարչական ռեսուրս չկիրառվի, փորձենք։ Համոզված եմ, որ առաջին անգամ զսպել այդ խախտումը։ այդ ամեն ինչ արվում է շատ քողարկված, արվում է շատ այսպես ռեպրեսիվ մեթոդներով եւ անգամ մտածեցեք, մենք ընդհանրապես 3.5 ամսական ուժ ենք։ Այսքան էլ որ կարողացել ենք հավատացած եղեք գովասանքի արժանի է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդ ձեր ուժը կաշառք է տվել, դրա համար էլ այդքան ձայն է հավաքել, հետևաբար իրենք էլ են համարում, որ այս ընտրությունները արդար Չէ, տեսեք, հիմա մենք Հարցը շարունակեմ, պարոն Ղազարյան։ Ընտրության արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ժամանակական մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում կան օրենքներ, որոշումներ, որ միասին չի կարող կայացնել։ Հիմա արդյոք շահավետ վաստավոր պայման չի ստեղծվում այդ իշխանության համար, որպեսզի գնան նոր ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանը ժամանակական մեծամասնությամբ հայտնվի խորհրդարանում։ նախ առաջինը, եթե անգամ ինչ-որ բան հայտարարում են, մենք այստեղ խոսեցինք, չկա որևէ ապացույց։ Գոնե դատարանի որոշում։ Չէ, ձայնագրությունը։ Դե գիտեք, ես էլ կարող եմ ձայնագրություն ասել, փեսան աներոջ հասկա քյաբաբները բռնում տանում կալանավորում։ Հիմա ուզում ասել, քանի դեռ չկա անաչառ դատարանի որոշում, այդ դրա մասին խոսելը նորից կրկնում եմ, տգիտություն է։ Հիմա երկրորդը, ինչ վերաբերում է ընտրություններին, նորից համոզված ասում եմ, թույլ տվեք բացահայտել ամբողջ գործիքակազմը, բայց ես ունեմ համոզմունք, եթե ամբողջ աշխարհի դիմաց խայտառակ եղած իշխանությունը, որը ժողովրդականության բաստիոն էր հայտարարում մեր երկիր եւ ինքը այսպես կեղծում էր, պետք է խիզախություն ունենա եւ գնա այսինքն նոր ընտրությունների։ Այդ պարագայում արդեն մենք էլ մեր գործիքակազմում ենք համոզված եմ, որ չենք ասելով նկատի ունենք նաեւ Եվրոպայի։ Այո։ Եվրոպան բացահայտ հայտարարություններ է Նոր ասեցին։ եւ աջակցել է Նիկոլ Նոր ասեցին, Լիա ջան, այլ բան է աջակցություն իր քաղաքական նպատակներով հեռահար։ Այլ բան է թե ինչ է խոսվում։ Վերջին հաշվով նույն Եվրոպան իր մոտ սրա 1%-ը թույլ չի։ Համոզված եղեք իրեն էլ։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր փոքրիկ խմբակով չունի լեգիտիմ իշխանություն, ես համոզված եմ, որ ժողովուրդը առաջին հերթին եւ այն քաղաքական ուժերը, որ առաջնորդում են ժողովրդին, շատ կարճական փոխում հաղթելու են։ Այսինքն այս պարագայում այսպես չենք ասում ենք նորընթրություն, որտեղ ոչ ոք չի հաղթել։ Հաղթել են որոշակի արտաքին խաղացողներ, բայց այս ժողովուրդը պարտվել է։ Պարոն Ղազարյան, իսկ ամեն դեպքում, եթե հնարավոր չեղավ կենտրոնական մտրական լրիվ ասեմ չեն ասում։ Չէ, պլան B-ն ուժի մեջ է։ Պլան B, ես չեմ ասել ընտրությունների օրը պլան B ասել։ Ես ասել եմ պլան B-ն ունենք ծրագրի։ Բայց հələ ժամանակը չի եկել, չի ավարտվել այսպես ասած, չէ՞։ Բայց ամեն դեպքում, եթե չհասնեք նրան, որ նոր ընտրություններ լինեն, ինչպես եք անելու, որ չգնան նոր ընտրություններ։ Սիրելի լրագրողներ, կան որոշակի բաներ, որոնք այսպես չի ասել։ Թույլ տվեք քննարկումները կանեն, տեսնենք ամեն վայրկյան բան ապահովում, ամեն վայրկյան։ Հասկանանք, տեսնենք ինչ են անում, կլինեն հայտարարություններ անպատասխան, բայց ինչպես հայտարարել ենք, մենք ամեն մի ձայնին տեր ենք կանգնելու եւ համոզված ենք, որ իշխանությունը լեգիտիմ չի։ Դրա դեմ արդեն կարող են գործողություն։ Ես եմ։ Երկու հոգի եկավ այստեղ միտինգ կառավար արեցին։
Երեխեք տվեք, էլի։ Տվեք այդ նոմը։